Շարունակելով թրիփի վերաբերյալ փաստաթղթի ուսումնասիրությունը, սիրելի բարեկամներ, մենք այս անգամ կանդրադառնանք Հայաստանին վերապահված մասնաբաժնին։ Պարզվում է, որ Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը Նախիջևանին կապող պարտավորությունից հետո այդ ամբողջ միջազգային առևտուրը մինչև Եվրոպա Հայաստանը ապահովելով իր տարածքով անխոչնդոտ ստանում է ընդամենը 26% մասնաբաժին։ Սա համարում է արտգործնախարար Միրզոյանը արդար։ Դե մեծ հաշվով բանակցությունների արդյունք է եւ արտացոլում է երկրների ներդրումները, գաղտնիք չի որ միացյալ նահանգները մեծ ծավալի ներդրումներ են անելու, ես չեմ խոսում միայն քաղաքական կապիտալի, քաղաքական աջակցության քաղաքական ներդրումների մասին, այլ հենց ֆինանսական ներդրումների։ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից հիմնական բանը որ ներդնելու է մեծ հաշվով դա կառուցապատման իրավունքն է, եւ կարծում եմ բավականին արդար բաշխում է, որոնք խոսքը միայն 49 տարվա մասին է առաջիկա։ Եթե Հայաստանը ինչ-որ իմաստով կապ ունենար պահպանված Արցախի հետ եւ չունենար նման զրկանքներ, նման կորուստներ, այսօր էլ Հայաստանի տարածքները օկուպացված չլինեին եւ Ադրբեջանի կողմից մշտական շանտաժներ, ատելություն, թշնամանք չշարունակվեր, գուցե ինչ-որ միտեղ համարեի արդար։ Բայց նման արդարություն աշխարհում երևի թե ոչ միտեղ չկա։ Բերեմ համեմատություն եւ նախապես ընդգծեմ, սիրելի բարեկամներ, որ ես ոչ թե խոսում եմ թրիփի դեմ, այլ ուզում եմ հասկանալ, թե Հայաստանի իշխանությունները ինչու չեն պայքարել, որպեսզի այն լինի ավելի Հայաստանի շահերին համապատասխան։ Այն լիովին բավարարում է Ադրբեջանի շահերը։ Հայաստանը միակողմանիորեն 100 տարով, գրեթե, այսինքն սկզբում 49, հետո 50 տարով, եթե երկարացվի, պարտավորվում է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ ապահովել, ընդ որում դա պարտավորվում է Ամերիկային։ Այսինքն ստանում է դա միջազգային պարտավորություն եւ փոխարենը Ադրբեջանը նման պարտավորություն չի ունենում։ Արցախի հարցը լրիվ մոռացված է բնականաբար, բացի դրանից համարժեքություն փոխադարձություն չկա։ Խախտված է իրավական որոշակիության սկզբունքը։ Ձևականորեն նշված է փոխադարձ առավելություններ առանց հստակեցնելու ինչի մասին է խոսքը։ Որովհետև փոխադարձ առավելություններ կարող է Ադրբեջանը յուրովի մեկնաբանել, համարել, որ մեզ լեովին բավարար է, օրինակ, որ իր տարածքի երկաթողով մենք ցորեն ու նավթ ենք ստանում եւ վերջ։ Բայց դրա համար մենք տրանզիտ գումար ենք տալիս, իսկ Ադրբեջանից դեպի Նախիջևան գնացող միջազգային առևտրի համար գուցե տրանզիտ գումարներ չգանձվեն կամ գանձվեն ոչ այնքան շատ, դեռևս պարզ չէ, որովհետև դա ունենում է հատուկ կարգավիճակ, անխոչնդոտ։ Տեսեք, եթե դա լիներ այնպես, ինչպես Վրաստանն է ապահովել, Վրաստանի տարածքով օրինակ անցնող հիմնական ադրբեջանական ենթակառուցվածքները, գազատարերը, երկաթուղիները վրացական հատվածում պատկանում են Վրաստանին, դա վրացական սեփականություն է։ Հայաստանի պարագայում նման բաներ նախատեսված չեն, այսինքն Ամերիկան գալիս է ներդրում է անում, 49 տարով ստանում է 74% շահույթ, այնուհետև կարող է երկարացվել եւս 50 տարով, եւ Հայաստանի մասնաբաժինը միևնույն է չի անցնում 50+1%-ը։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի օրինակով ասեմ, 1990-ականներին, երբ նավթագազային ոլորտում ամերիկացիները, եվրոպացիները, նաեւ ռուսները մասնաբաժին էին ուզում ստանալ, Ադրբեջանին էր պատկանում 80%-ը, մնացած 20%-ը բաշխվում էր նրանց միջև, ընդ որում պայմանով, որ իրենց կատարած ներդրումներից հետո բոլոր ենթակառուցվածքները այնուհետև դառնալու են Ադրբեջանի սեփականություն։ Այս պարագայում նման բան չկա։ Ես այս փաստաթուղթը կարդալիս տեսնում եմ, որ այնտեղ լիովին բավարարված են միայն Ադրբեջանի պահանջները եւ Հայաստանը կատարում է միակողմանի պարտավորություններ։ Ադրբեջանի պարտավորությունները ընդհանրապես հստակ որոշակի ընդգծված չեն։ Սա մտահոգիչ է, սա առաջացնում է հետագայում իմ կարծիքով կլինի միանշանակ, քանի որ եթե Ամերիկան օրինակ ինչ-ինչ պատճառներով հրաժարվի միջամտելուց, իդեպ փաստաթղթում ԱՄՆ-ն որևէ պարտավորություն չունի ինչ-որ անվտանգային հարցեր լուծելու, ինչ-որ խնդիրներ կարգավորելու, ինքը ընդհանրապես ինվեստոր է եւ շահույթ է հետապնդում։ Դա է այդ փաստաթղթի էությունը։ Այնտեղ ոչ անվտանգային, նույնիսկ ներդրումների չափը, ձևը, քանակը հստակ սահմանված չէ։ Իդեպ ասեմ, սա էլ է հետաքրքիր, որ սա վերջնական պայմանագիր չէ, ինչպես պարզեցինք նախորդ տեսանյութում, սա դեռևս ծրագիր է, նախագիծ է, որը իրավական պարտավորություններ չի առաջացնում, ինչ որտեղ լավ է։ Սա գիտեք, հրապարակել են, որպեսզի նախ ստուգեն հայ ժողովրդի տրամադրությունները, տեսնեն հավատալու են վարդագույն հեքիաթներին, թե գուցե խորամուխ լինեն եւ հասկանան վտանգները, եւ նաեւ երևի թե սպասում են Իրանի եւ Ռուսաստանի արձագանքին, որովհետեւ որքան էլ Փաշինյանական քարոզչությունը
Ձեզ համոզի, որ ինքը գնում է արևմուտք, չգիտեմ ինչ, դեռևս Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ԵԱՏՄ-ի անդամ է, ռուսական ռազմաբազան Հայաստանում է, այսինքն իրավաբանորեն ոչինչ չի փոխվել։ Հողի վրա նույնպես ոչինչ չի փոխվել։ Այն ամենը, ինչ խոսվում է, դա ընդհանրապես ցանկություններ են, երազանքներ, խոսակցություններ, բանակցություններ, բայց հողի վրա ոչինչ չի փոխվել։ Այդ վարդագույն երազներով գուցե ցանկանում են մոռացնել տալ ձեզ, բթացնել ձեր զգոնությունը, որ դուք անտեսեք, որ 100 տարով հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անխոչնդոտ կապ ապահովել, մոռանալով Արցախի մասին, չունենալով անվտանգության ոչ մի երաշխիքներ, եւ ինչպես այսօր է Ադրբեջանը մտել, ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք մի քանի 100 քառակուսի կիլոմետր վերցրել, որտեղից երաշխիք, որ վաղը մյուս օր օրինակ ինչ որ մի խոչընդոտ արհեստական ինքը իսկ ստեղծելով, չի հայտարարի, որ Հայաստանը խոչընդոտել է ճանապարհին, որը նա պետք է անխոչընդոտ ապահովեր, եւ Ադրբեջանը իրավունք ունի վերականգնելու այդ ճանապարհի անխոչընդոտ լինելը եւ մտցնի զինված ուժեր, վերցնի որոշակի տարածքներ, դիրքեր։ Կա այդպիսի երաշխիք չկա։ Ես նաեւ հարց բարձրացրեցի, որ այսօր դուք չեք կարողանում Հայաստանի ինքնիշխանությունը ապահովել նրա ամբողջ տարածքում։ Արդեն պարտավորվելով Ադրբեջանին ապահովել անխոչընդոտ կապ իրավաբանորեն դուք ոնց եք դա ապահովելու առանց միջազգային երաշխիքների։ Այստեղ կան ռիսկեր։ Բրթովեցուցիչ է ուղղակի, որ արտգործնախարար Միրզոյանն ասում է դա արդար է։ Ինչպես է արդար, երբ Հայաստանը այսքան զրկանքներ է կրել։ Երբ այս միջազգային տրանզիտը ավելի շատ իրենց է պետք, իրենք են յալվար ընկած։ Որովհետև մենք ոչ նավթի խնդիր ունենք, ոչ գազի խնդիր ունենք, չէ, որովհետև մենք ունենք վստահելի աղբյուրներ, որից ստանում ենք։ Ընդ որում ես ձեզ ասեմ, որ ամենամեծ պաշարներ ունի հենց հարևան Իրանը, Ադրբեջանից էլ բազմապատիկ շատ։ Եվ ցանկության դեպքում մենք կարող ենք Իրանի հետ գնալ համաձայնությունների։ Ռուսաստանից ստանում ենք։ Իդեպ ձեզ ասեմ, բենզինի գինն էլ գիտեք ինչ հետաքրքիր է, սա առանձին թեմա է։ Ուրեմն, մինչև այս ադրբեջանի բենզինի գալը, հիշում եք Shell-ը մտավ հայկական շուկա, դա 2023 թվականի մոտ էր։ Դրանից առաջ բենզինի գինը այնքան էր, որքան այսօր Ադրբեջանն է ինչ որ գին թելադրում։ Ադրբեջանից հիմնականում ներմուծվում է պրեմիում տեսակի բենզին եւ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Իդեպ 2 օր առաջ արդեն Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել նաեւ դիզվարելիք եւ դիզվարելիքի գինը արդեն այս ընթացքում նվազել է նվազագույն գինը շուկայում նվազել է 2%-ով, նաև ռեգուլար բենզինի գինն է նվազել դեկտեմբերի համեմատ մոտավորապես 8%-ով, այսինքն եթե դեկտեմբերի 11-ին ռեգուլար բենզինի նվազագույն գինը 500 դրամ էր, հիմա 460 դրամ է։ Այս ամենը խաղաղության օրակարգի եւ խաղաղության արդյունքներն են եւ խաղաղության օգուտները։ Եվ Փաշինյանական քարոզությունը դա ներկայացնում է որպես մի մեծ նվաճում, կարծես բենզինի գինը երբեք այդպեսին չէր եղել։ Ես անձամբ հիշում եմ, որ մոտավորապես նման գներ էր մինչև Shell-ի գալ։ Հայաստանում բենզինի գինը շարունակում է նվազել, մայրաքաղաքի բենզալցակայաներում ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 310, պրեմիում տեսակինը 330 դրամով։ Տնտեսագետ Արմեն Քթոյանը նվազումը պայմանավորում է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, որտեղից էլ հիմնականում իրականացվում է վառելիքի ներկրումը։ Այսինքն հենց իրենց իշխանության օրոք բենզինը թանկացել է, արհեստական մրցակցային, ոչ մրցակցային գուցե պայմաններ ստեղծելով, որովհետև հենց Shell-ը մտավ Ֆլեշ օրինակ հայտարարեց, որ իր բենզինը որակով չի զիջում, ինչու պետք է ինքը գինը ցածր պահի, ինքն էլ բարձրացրեց։ Արդյունքում արհեստականորեն բարձրացվել է գինը, հիմա էլ արհեստականորեն ադրբեջանական բենզինով իջացրել հասցրել են մինչ Shell-ային գներին եւ դա հայ ժողովուրդ ձեզ ներկայացնում են որպես խաղաղության օգուտ։ Սա ցնդաբանություն է ուղղակի, սա ձեզ ծաղրել է։ Բայց սա առանձին թեմա է, որին գուցե անդրադառնամ ավելի մանրամասն հետո։ Ես ընդամենը իմ մտահոգությունը արտահայտելով ձեզ ուղղակի հասցնում եմ այն իմ կարծիքով վտանգները, որ հետագայում, եթե սա այսպես ստորագրվի, հույս ունենամ այսպես չի ստորագրվի, Հայաստանի իշխանությունների մենք պետք է ստիպենք, քանի դեռ նրանք են իշխանության, եւ լավ կլինի, որ այսպիսի խայտարակություններից հետո նրանք այլևս չընտրվեն եւ որովհետեւ նրանք տանում են եւ Ադրբեջանի ոտքերի տակ են մատաղանում Հայաստանի ազգային շահերը։ Մենք դեմ չենք թրիփին։ Միջազգային բոլոր կոմունիկացիաների բացմանը ԱՄՆ-ն կլինի, Եվրոպան կլինի, Ռուսաստանը կլինի, թող գան ներդրումներ անեն, կառուցեն, առևտուր լինի։ Եվ ընդհանրապես դες ասեմ, որ նույնիսկ Թրամփի վարչակազմի օրոք Ռուսաստանի մեջ ուղիղ ոչ մի ճշնամանքել չկա։ Դուք լսեք Թրամփի հռետորաբանությունը Պուտինի հասցեին։ Հենց այսօր հայտնի դարձավ, որ Թրամփը Զելենսկուն է մեղադրել, որ չի գնում խաղաղության, իսկ Պուտինը պատրաստ է խաղաղության։
Թրամփը Պուտինի մասին միայն լավ է արտահայտվում, բայց այստեղի իբր իրենց ձև տված հակառուսները այնպես են խոսում Ռուսաստանի հասցեին, կարծես Ադրբեջանին մի քանի օր առաջ են ծնկի բերել, հիմա էլ հերթը Ռուսաստանինն է։ Եվ այստեղ իրենք մատնում են իրականում, որ իրենք ոչ թե ամերիկամետ են կամ արևմտամետ են կամ եվրոպամետ են, իրականում թուրքամետ են։ Արևմտամետության շղարշի տակ ձեզ մոլորեցնելով նրանք բացառապես սպասարկում են թուրք-ադրբեջանական շահեր։ Այս ճշմարտությունը դուք պետք է հասկանաք, սիրելի բարեկամներ, եւ այդ փաստաթուղթը դրա մասին է։ Նրանք կարող են հասնել ավելին, ԱՄՆ-ի հետ ավելի լավ բանակցային, հայկական Սփյուռքի օգնությամբ, որ օրինակ մասնաբաժինը լիներ ոչ թե այսպիսի խայտարակցած ստորացուցիչ թիվ, որ աշխարհում որևէ միտեղ երևի չկա այլ օրինակ 50+1% եւ Հայաստանը պատրաստ է ենթադրենք Սփյուռքի նաեւ միջնորդությամբ, օգնությամբ վարկեր ներգրավել եւ սեփական միջոցներով ԱՄՆ-ի հետ միասին կառուցել ունենալ որոշակի մասնաբաժին եւ սեփականություն։ Կարող էր դա անել։ Կարող էր օրինակ ԱՄՆ-ից արտոնյալ վարկ ստանալ դրա համար, որpիսի դա դառնա Հայաստանի սեփականություն, որ վաղը մյուս օր չիմանաս հետագայում դա ում է փոխանցվելու։ Չեն բանակցել, չեն պայքարել։ Պայքարել են արդյոք, որpիսի Ադրբեջան-Նախիջևան կապի դիմաց ստանան ավելի մեծ առավելություններ։ Ինչ է նշանակում փոխադարձ անորոշ առավելություններ։ Ադրբեջանին դա ֆորա է տալիս ոնց ուզի մեկնաբանի։ Չեն պայքարել։ Ինչ դեմ են տվել, դա էլ ստորագրել են։ Եվ այսօր ձեզ դա ներկայացնում են որպես երկնքից իջած մանանա իրականում այսպես ամերիկյան, արևմտյան, վարդագույն երազների քարոզի տակ բթացնելով ձեր զգոնությունը եւ դրանով ծածկելով իրենց անպատասխանատվությունը, եթե ոչ դիտավորյալ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին ծառայելը։ Իսկ իմ համոզումը, որը տարբերվում է թե մոլի ռուսամետներից, թե մոլի արևմտամետներից, եւ ես ձեզ ասացի, որ արևմտամետների մեծ մասը իրականում թուրքամետ է, արևմուտքի հետ այդքան էլ կապ չունի, թե արժեքային առումով, թե տեսքով, թե բարոյականությամբ, ամեն ինչով։ Այն է, որ ես համոզված եմ, որ ռուս-ամերիկյան համագործակցություն հնարավոր է Հայաստանում, որ Հայաստանը իրենով չպետք է երբեք թաթերաբեմ դառնա գերտերությունների միջև պատերազմի։ Հայաստանը պետք է դառնա դրա համագործակցություն։ Եվ ինչպես Թրամփը միշտ պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցել աշխարհում տարբեր կետերում, Չինաստանի հետ կապված տարբեր ռեգիոններում, այնպես էլ պետք է Հայաստանը այնպիսի քաղաքականություն վարի, որ թե Ամերիկայի, թե Ռուսաստանի շահագրգռվածությունը մեծ լինի այս տարածաշրջանում համագործակցության, այլ ոչ թե նոր բաժանարար գծերի եւ նոր կոնֆլիկտների սրման։ Ձեզ վերջում էլի բերեմ Վրաստանի օրինակը։ Վրաստանը ավելի էսուր ինքնիշխան է, քան Հայաստանը։ Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու անդամ։ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամակցության դիմել։ Վրաստանը բացի Ռուսաստանից չուներ այլ հակառակորդներ։ Բայց միևնույն է, անվտանգային սպառնալիքները Վրաստանի պահպանվեցին։ Լինելով ավելի մեծ տրանզիտ երկիր Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, Վրաստանը չի դարձել ոչ Շվեյցարիա, ոչ էլ Լյուքսեմբուրգ։ Վրաստանը իր խնդիրներով շատ մնացել եւ շատ առումներով չեմ ասում բոլոր։ Իհարկե շատ դրական փոփոխություններ են եղել Վրաստանում, բայց այնպես չէ, որ Հայաստանից ինչ որ շատ մեծ առումներով տարբերվող բարեկեցություն ունի։ Իսկ ինչից ենթադրեցիք, որ թրիփով կամ որևէ բանով, ուղղակի ինչ որ փաստաթղթերով եւ պայմանավորվածություններով եւ կապ չունի դա ում հետ է կանում, սպառնալիքները վերացան, ամեն ինչ կարգավորվեց, հատկապես որ հողի վրա դեռևս ոչինչ չի փոխվել։ Եվ սա գիտեք փաշինյանական պսիխոզ եմ ես անվանում, երբ սեփական ցանկությունները ներկայացնում են իրականություն, երբ իրենց երազանքները մատուցում են որպես կատարված փաստ։ Հողի վրա, կրկնում եմ, ոչինչ չի փոխվել։ Դա ընդամենը քննարկումներ են։ Եվ ձեր ցանկությունները որպես իրականություն ժողովրդին ներկայացնելու մեջ հենց այդ կեղծիքի պատճառով է Հայաստանը նման կորուստներ ունեցել, երբ Ղարաբաղի հարցը լուծված էին համարում, երբ հաղթած էին համարում մեզ։ Նույնը հիմա։ Իրենց թվում է, որ եթե իրենք որոշեցին, որ պետք է լինի խաղաղություն, ուրեմն խաղաղություն կլինի։ Եթե համաձայնվեցին բոլոր պայմաններին, ուրեմն վերջ, դրանով ամեն ինչ վերջացավ, ոչ։ Ինչպես տեսնում ենք Վրաստանում, ինչպես տեսնում ենք ամենուր, աշխարհը դինամիկ է եւ ոչինչ վերջնական չէ։ Վերջնականը միայն սեփական շահերի պաշտպանության սկզբունքը, համոզումը, պետությունը դրանով է առանձնանում ինչ-որ մարդկանց հավաքատեղիից։ Երբ պետությունը չի կարողանում իր ազգային շահերը սպասարկել, նա ի վերջո վերանում է աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։ Այս թեման մենք դեռևս կքննարկենք, սիրելի բարեկամներ, շարունակություն այն կունենա կախված զարգացումներից, բայց պետք է նաև սթափության մեկնաբանություններ տեսնեք, պետք է նաև լսեք իրակտեսական գնահատականներ, քարոզությունից դուրս, որտեղ կա պաթոս,
որտեղ ձեզ ամեն ինչ ներկայացվում է լավ, գերազանց։ Ես հասկանում եմ, որ ժողովուրդը, հասարակ քաղաքացիները միշտ ուզում են վարդագույն հեքիաթներ լսեն, քան դառը ճշմարտություններ։ Բայց